Ժորժան, ներողություն եմ խնդրում։ Ես բոլորից շատ հարգում եմ, բայց կլինի այսօր առանց հարցազրույցի։ Ես իմ կուսակցական ընկերները եկել են պատարագի։ Վարդենիսից եք։ Այո։ Վարդենիսից ինչու եք եկել Մասիս համայնք պատարագի, այլ ոչ թե ձեր համայնքում։ Սա մեր երկիրն է, որտեղ որ իմ ընկերները գնացել են պատարագի, ես եւս ներկա եմ գտնվում։ Եթե չեք Ստանալու եք ապագայում։ Ժորժան, բոլորս միահամուռ, եթե նկատել եք, այստեղ գտնվողներից շատերն էլ, բոլորի պայքարը երկրի առաջ խաղացումն է, երկրի անվտանգությունն է, երկրի ներսում խաղաղությունն է, եւ բոլորս մի նպատակի համար ենք այստեղ։ Առաջադրվելու եք ընտրություններին։ Առաջադրվել եմ։ Արժևում արժանտրություններն են, այ առաջադրվել եմ եւ հաստատվել եմ։ Եվ նաեւ դա պատճառը, որ այսօր այստեղ եք։ Ոչ։ Չէ՞ որ դուք նկատում եք, որ ամենտեղ ես իմ կուսակցական ընկերների հետ ներկա եմ։ Օրինակ դուք լսել եք Նիկոլ Փաշինյանին, խնդրել եք որևէ հոգեբանականի զեղչեր։ Արեք մի բան ճշմարիտ ասենք։ Այն ինչը որ անում ենք, ես իմ կյանքում առաջին անգամ ու վերջին անգամ կուսակցական եմ։ Այն ինչ որ անում ենք ինքնակամ պետք է հասկանաք, ինձ որևիցե մեկը որևիցե բան չի ասել։ Նայեք կողքներս, բոլորը արդեն վերջին 7 տարում իմ ընկերներն են դարձել, չնայած կուսակցական ընկերներ, նաև ընկերներ եւ բնականաբար որտեղ ընկերները, այնտեղ մենք։ Դե օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պայմանավորված չի ձեր պատարագի մասնակցել, կարող եք Վարդենիսի եկեղեցուն մասնակցել։ Եթե տեղյակ եք, եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ, որ ինձանից առաջ Վարդենիս համայնքի ղեկավարները երբևիցե չեն եղել պատարագի, այդպես տեղեկություն ունեմ, ու իմ ժամանակ, երբ որ ես եմ այնտեղ աշխատել, միշտ եղել եմ պատարագի, նույնիսկ շատ մարդկանց թվականակ եղել եկեղեցում դրսից են պատարագին մասնակցել, ինձանից հետո նորից չկա մարդ, որ գնա համայնքապետարանից պատարագի։ Նախորդ անգամ ուխտիեթին էր մասնակցում։ Դրա մասին որևիցե բան չեմ ասի։ Դրա մասին կարաք իրան հարցնեք։ Դուք իր հետ ինչ հարաբերություններ ունեք։ Ընդհանրապես հարաբերություն չունենք, ոչ մի տեսակի։ Չենք էլ կարող ունենանք, մեր գաղափարները շատ տարբեր են։ Բայց նախկինում իր գաղափարներն էլ էին այսպես ընդդիմադիր, բայց քանի որ նա մասնակցել է ուխտիեթին Փաշինյանի հրավիրած, ստացվում է հայացքների փոփոխություն կա այս առումով։ Իրենց մոտ։ Դա իրենից պիտի հարցնեք, իրենցից, ովքեր որ մասնակցում են, իրենց հարցրեք, են ներկա լինում, ինչն է պատճառը։ Դուք էլ ինչ-որ շրջան ընդդիմադիր կեցվածք ունեք։ Ես։ Ում նկատմամբ։ Ժորժան, ես կուսակցական եմ, ոնց կարամ ընդդիմադիր կեցվածք ունենամ։ Երբևիցե նման բան լսել եք ինձանից կամ ինչ-որ մեկից։ Ես կուսակցական եմ, բացի կուսակցական լինելու սկզբունքային մարդ եմ։ Միշտ, եթե նայեք 10 տարի առաջվա Արամ Մելքոնյան եւ այսօր միշտ ես ունեցել եմ սկզբունք եւ միջև այսօր։ Ես իմ սկզբունքների հավատարիմ շարժվում եմ առաջ։ Թեմի առաջնորդը Գևորգ Սրբազանը ազատվել է պաշտոնից եւ նոր հոգեբանական է գալու։ Ինչ եք կարծում, ինչ շարժ։ Որ թեմի առաջնորդը։ Կոնկրետ այստեղ որտեղ մենք դիմադրում կլինի ես այստեղի հետ կապված որևիցե մեկնաբանություն չանեմ։ Նորից եմ ասում, իմ ընկերների հետ եկել ենք պատարագի։ Եկեղեցում նեղվածք են դուրս եկել։ Քանի որ տեղեկություն կար, որ այլ մարզում էր մասնակցելու պատարագի, սակայն այդ հանգամանքով պայմանավորված է վերջին պահին որոշում կայացել եւ հայտարարությամբ Արեք իարգանքս բոլորիդ, ես ներողություն խնդրեմ, գնամ ներս, խնդրում եմ։ Ինչի մասով կար, ես պատասխանում, մնացած առումներով չեմ պատասխանի, ուղղակի ներողություն խնդրեմ, գնամ ներս, կլինի։ Օրինակ ինչու համար է, քանի որ այստեղ մարդիկ կան, որ հիշում են, ասում են, շատ նման է, որ մարդը պետք է ազատի աշխատասենյակը կամ կառույցը, բայց չի ազատում եւ ձեր պարագայում հիշում եք, երբ որ դուք չէիք ընտրվել համայնքի ղեկավար, դուրս չէիք գալիս, կնիկը չէիք հանձնում, այդ օրերը Այդ օրերի մասին շատ հարցազրույցներ տվել եմ, նույնիսկ վերջերով քաղաքապետարանից, համայնքապետարանից դուրս գալուց հարցազրույց տվել եմ։
ինչ որ արել էի շատ տեղին էր, եթե հետ գնաք մտնայիք ձեր տեսագրությունները, կհասկանաք ինչի համար դուրս եկա վերջը։ Դատարանը որոշեց եւ դուրս եկանք։ Իսկ այդ մասով այսքան որևէ գործ չկա այդպես։ Չէ, մարդիկ աշխատում են, ես իմ գործերով, մարդիկ իրանց գործերով ամայնքում։ Միջադեպով որևէ քրեական գործ։ Չէ, որևէ միջադեպ չեղեց, ես շնորհակալ եմ, որ պարտադիր Չհանդիպեցի Կարոն Խաչատրյանին։ չհանդիպեցի։ Չէ, որևիցե մեկ, չէ։ Տեսակ նրան։ Տեսել եմ, որ այնտեղ եղել են Վարդենիսից մարդիկ, բայց անվանը ոչ, իհարկե։ Չկար մարդ որ բարևեի։ Շնորհակալ եմ։